մենք գերազանցում ենք մեր հարևան վրացիներին, դե այդպես է ստացվել, բայց համարյա չենք զիջում մի նոր ժողովրդի կամ ժողովրդի, որը որ ես համարում եմ, որ դա շատ մեծ ոչ թե ձեռքբերում, դա շատ մեծ առավելություն է մեզ համար, Թուրքիայի բնակչությունը սկսել է կազմավորվել մոտ 500 տարի, երբ ստեղծվեց այդ պետությունը եւ այդ կայսրությունը, եւ մենք համարյա չենք զիջում, պատկերացրեք, Թուրքիան, որը ներառել է իր մեջ բազմաթիվ ժողովուրդներ, երբ որ ուրեմն թուրքախոս ցեղերը մտան այս տարածաշրջան, իսկ մենք որ ունենք 6000 տարվա վաղեմություն մեր գենոֆոնդի, համարյա հավասար են մեր բազմազանությունը գենետիկական, այդ է պատասխանը։ Այսօր եւ պետք է մենք չվախենանք, գուցե հարցը դուք կտայիք, բայց մենք չպետք է վախենանք նաեւ այն երևույթից, երբ որ հայերը ամուսնանում են օտար ազգի, ասենք ներկայացուցիչների հետ, ստեղ միակ մտավախությունը կապված է նրա հետ, որ կարևոր իրենք հայկական ինքնությունը չկորցնեն։ Թուրքերը հակառակն էին անում, նրանք միշտ տարբեր ցեղերից վերցնում էին եւ տղաներ եւ աղջիկներ, բայց նրանք թուրքացնում էին։ Ես չեմ ասում, որ ստիպած սրի տակ պետք է թրքացնես կամ իսլամացնես, բայց մենք պետք է փորձենք ձգտենք, հաշվի առնելով մենք փոքր ազգ ենք եւ հատկապես Հայաստանի սահմանների մենք 3 միլիոնից ավելի շատ քիչ ենք, դա շատ փոքր ազգ է եւ մեր մտավախությունը պետք է կապված լինի կամ մեր առաջնայինությունը մեր խնդիրների շարքում պետք է մենք տանք մեր ազգի, այսպես ասած, աճին, այդ հարցին։ Հիմա շատ մոդա է, շատերը արտերկրում, նաև հարևան Թուրքիայում գենետիկ անալիզներ են հանձնում, եվրոպական հայտնի լաբորատորիաներում, հիմնականում թե չեմ սխալվում, հենց Վիեննայում են հանձնում, որքան են դրանք հավաստի եւ այդ ձեր ասած ընդգրկունությունը շատերի մոտ է, որ պարզում են, հանկարծ պարզում են, որ իրենց գենում հայկական բաղադրիչ կա։ Ուրեմն իրոք դա շատ տարածված մի ծառայություն է, որը բավականին եկամտաբեր է, շատ եկամտաբեր է, բավականին շատ մեղմ։ Դե որքանով է հավաստի եկամտաբերը ոչինչ։ Նայեք, հավաստին ինչն է, տվյալները հավաստի են, մեկնաբանությունը հավաստի չէ։ Մեկնաբանությունը հրապուրելու համար է այդ մեկնաբանությունը, որպեսզի ավելի շատ մարդիկ ներգրավվեն եւ ինչքան ես գիտեմ, ասենք իմ փորձից ելնելով մարդիկ այսօր նվեր են տալիս իրենց, ասենք որևէ մեկի բանի հետ տարեդարձի հետ կապված նվեր են տալիս ոչ թե չգիտեմ գրիչ, ոչ թե գիրք եւ այլ, այդ վաուչերն են տալիս, որպեսզի գենետիկ անձնագիր ասենք, գենետիկական այդ անալիզի, ասենք բաները ստանա, արդյունքները ստանա եւ իմանա իրենց ուրեմն պատկերացմամբ թե ինչքան տոկոսով են նրանք, ինչքան տոկոսով են, չգիտեմ, իտալացի եւ այլ։ Այստեղ իհարկե ոչ մի գիտություն չկա, ոչ մի իսկություն, ոչ մի ճշմարտություն չկա։ Ճշմարտությունը այն է, որ իրոք նրանք իրականացնում են այդ գենետիկական վերլուծությունը, անալիզը եւ վերականգնում են եւ հայրագծային, այսինքն հայրիկի այդ գենետիկական պատկերը Y քրոմոսոմի հիման վրա եւ մայրականը միտոքոնդրիումային, որը մենք ժառանգում ենք միայն մայրական գծով։ Տղամարդիկ դա չեն փոխանցում հաջորդ սերնդին, միայն մայրական գծով, այսինքն կանայք են փոխանցում։ Եվ այստեղ մենք իհարկե դրա դեմ առնելը շատ դժվար է, քանի որ այնքան եկամտաբեր է այդ բիզնեսը, որ լավագույն արդեն հաջողությունների, բարձր հաջողությունների հասած գիտնականները թողնում են իրենց լաբորատորիաները, թողնում են համալսարանները իրենց ամբիոնները եւ գնում են այնտեղ, քանի որ այնտեղ աշխատավարձը չեմ չափազանցնում տասնապատիկ ավելի է։ Եվ այստեղ մարդիկ ուղղակի չպետք է խափնվեն եւ կամ տխրեն կամ ուրախանան, որ չգիտեմ մեկին ասում են, որ դու ունես այսքան տոկոս ուրեմն հայկական գենետիկական տար, այսքան տոկոս են մեկը, այն մեկը։ Երբ որ մենք սկսում էինք այս աշխատանքը 20-25 տարի առաջ, ես սկսեցի արդեն հավաքագրել ԴՆԹ նմուշները եւ շատ զարմացա, որ ասինքն կիրթ մարդիկ, որոնք ճիշտ է տեղեկություն չունեին գենետիկայից, բայց վախենում էին, որ ես անալիզի հետևանքով կամ արդյունքները ցույց կտամ, որ մեկի մեջ չգիտեմ ինչ որ թուրքական մի տար կա, մի բաղադրամաս կա, այն մյուսը կամ այն մեկը, ինչ կա դրան։
Մենք բոլորս էլ խառնվել ենք, չգիտեմ 10,000 տարի, 5-6,000 տարի առաջ եւ այն ժամանակ դեռ չի եղել այսպիսի հասկացողություն, որ մեկը հայ է, մեկը պարսիկ է, մեկը այս մեկը դրանք բոլորը այդ ինքնությունը ձևավորվել է եւ բյուրեղացել է ընդամենը մի քանի հազար տարի առաջ։ Եվ դա ինչ է տեղի ունեցել այդքան քանի սերունդ մի քանի 100 սերունդ առաջ եւ ընդ որում ամեն մի սերունդ մեր նախնիների քանակը կրկնապատկվում է։ Մենք ունենք 2 ծնող, 4 տատիկ պապիկ, 8 մեծ տատիկ պապիկ եւ այդպես շարունակ։ Եթե 100 տարվա մեկ դարի ընթացքում մենք ունենք 4 սերունդ, իսկ դա նշանակում է, որ 2-ը 4 է աստիճանում, պատկերացրեք դա ինչ է։ 16, 3, 8, 16, 64, ուրեմն մեծ պապիկ, մեծ տատիկ։ Իսկ եթե դա մի քանի 100 տարվա սերունդներ են, այսինքն դրանք հազարավոր են, այդ հազարավորից մեկը, որը եղել է իմ պապու կամ իմ մայրիկի, տատիկը, դրանք բոլորը արդեն մի կաթիլ են դարձել, ինչ-որ մի հատ փոքրիկ մի մասնիկ են դարձել, որը ոչ նույնիսկ հետքել չեն թողել, բացի Y-ից եւ միտոկոնդրիումայինից։ Պետք չի մտածել, մեր գենետիկական ինքնությունը մի բան է, մեր ինքնության ընկալումը մեկ այլ բան է։ Լրիվ այլ բան է, դա այդպես ասած պատմական երևույթ է, սոցիալական երևույթ է, հոգեբանական երևույթ է, բայց ոչ թե գենետիկական, ոչ թե կենսաբանական։ Հայ ժողովուրդը ինչպես դա բոլոր ժողովուրդներին է վերաբերում, չի ցակել, ասենք, մի նախահայրից եւ մի նախամայրից, այսինքն մենք ինչպես բոլոր ժողովուրդները եւ մեր տարածաշրջանում եւ ընդհանրապես երկրագնդի վրա մենք ունենք բազմաթիվ նախնիներ եւ ժամանակին դա եղել է մոտավորապես 5-6000 տարի առաջ այդ բազմաթիվ նախնիները հավաքվել են միտեղ եւ տարբեր գործոնների ազդեցությամբ, ասենք ընդհանուր մի հատ ուրեմն սահմանափակ տարածք ա եղել, ընդհանուր լեզուն ա եղել, ընդհանուր մեր պատմա մշակութային ժառանգությունն ա, որը մենք եւ ստեղծել ենք եւ օգտագործել ենք եւ դրա հիման վրա կառուցվել է, բյուրեղացել է մեր, այսինքն մեր ինքնությունը, մեր էթնիկական ինքնությունը, մեր նույնականացումը։ Եվ պարզ է, որ այստեղ ձեր հարցը վերաբերում է ոչ թե պատմամշակութային կտրվածքին ոլորտին, այ գենետիկական ոլորտին, այսինքն որը կենսաբանական է։ Եվ շատ ճիշտ է հարցադրման, այսպես ասած, բանը, էությունը կամ դրա հետևությունները բան են, ունեն երկու ուղղվածություն։ Առաջինը դա հետևյալն է, եթե մենք 6000 տարվա ընթացքում կամ դրանից առաջ մեկուսացված լինեինք եւ ապրեինք միայն մի փոքր տարածքում եւ մեր բոլոր ամուսնությունները տեղի ունենային միայն շատ փոքր զանգվածի ուրեմն սահմաններում, այդ դեպքում իհարկե մենք կունենայինք բավականին վտանգավոր հետևանքներ, որը կապված կլինի, ասենք, տարբեր վնասակար մուտացիաների կուտակման հետ եւ տարբեր ժառանգական հիվանդությունների տարածման հետ։ Այսինքն հիվանդացությունը այդ ժառանգական հիվանդությունների պատճառով կլիներ բավականին բարձր։ Բարեբախտաբար դա այդպես չի, քանի որ հայկական ուրեմն պոպուլյացիայի կամ հայ ժողովրդի կայացման ուրեմն ակունքներում եղել են բազմաթիվ ցեղախմբեր, ինչպես բոլորինը դա։ Եվ դա ոչ նսեմացնում է, ոչ էլ հարստացնում է մեր էությունը։ Դա ուղղակի, այսպես ասած, շատ բնական երևույթ է բոլորի համար, մենք էլ, այսպես ասած, բացառություն չենք, ենթարկվում ենք այդ ընդհանուր օրենքին կամ օրինաչափությանը։ Եվ պատմեմ հետևյալը, որ ունենալով այդպիսի ուրեմն բազմազան արմատներ, մենք առ այսօր պահպանել ենք բավականին մեծ բազմազան կամ շատ մեծ բազմազանություն։ Եթե մենք վերցնենք համեմատենք մեր գենետիկական բազմազանությունը, դա բուրգի, եթե տենց վերածեմ ինչ-որ բուրգի նման, ասենք մի ինչ-որ երևույթի, բուրգը միշտ կայուն այն դեպքում, երբ որ բուրգի հիմքը շատ լայն է, շատ մեծ տարածք է գրավում։ Ինչքան բուրգը բարձր է, այնքան նրա հիմքը պետք է մեծ լինի, որպեսզի նա պետք է ուրեմն լինի կայուն եւ մեր կայունությունը գենետիկական կենսաբանական կայունությունը հենց պայմանավորված է մեր գենետիկական տարբերակների քանակով մեր գենետիկական տարբերակների քանակը ծավալը շատ մեծ է